Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում խորանի վարագույրներն իջեցվել են։ Մեկ էլ կբացվեն 40-օրյա մեծ պահքից հետո։ Եկեղեցական ամենամեծ ու կարևոր պահոց շրջանին պետք է պատրաստ լինել ոչ թե խոսքով, այլ հոգով, զսպելով մարմնականն ու մաքրելով հոգին, սպասել Տիրոջ հարությանը։ Մեր պահեցողությունը պետք է ուղեկցվի ողորմությամբ եւ աղոթքով։ 7 կիրակի ու 7 խորհուրդ մեծ պահքը մեղքերը խոստովանելու, դրանցից ազատվելու եւ երկնային արքայությունում տեղ գտնելու շրջան է։ Ճիշտ այնպես, ինչպես Աստծո որդին մարդկության փրկության համար 40 տանջալից օր անցկացրեց անապատում։ Ամեն մեկս որպես Աստծո արարածներ մի պահ կանգ առնենք, դադար առնենք եւ փորձենք գիտակցել մեր անցած ուղին։ Աստծո պարգևած այդ կյանքի տարիները, որ մենք անցել ենք։ Տեր Զենոնը զգուշացնում է, առանց աղոթքների ու մեղքերի թողություն խնդրելու պահք պահելը իմաստ չունի։ Անհրաժեշտ է հրաժարվել նաև կենդանական սննդից ու միայն բուսական մթերք ընդունել, բայց պահքը չվերածել դիետայի։ Քահանան մեկ խորհուրդ էլ ունի այս ընթացքում ամուսնացողների համար՝ փակ խորանի մոտ պսակադրվելը ցանկալի չէ։ Եվ գնալով այդ ամենը, պսակադրության խորհուրդները մեծ պարքին եւ այլ, այդ ամենը գնալով նվազում։ Երջանկահիշատակ Վազգեն Վեհափարի որոշումով պահքի շրջանում պսակադրվել կարելի է միայն ավագ շաբաթվա ընթացքում։ Պահք կարող են պահել բոլորը, բայց բացառություններ էլ կան։ Աստված բարեհաճ է հիվանդների, հղիների ու ծերերի հանդեպ։ Այդա Կարապետյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։